Բարև ձեզ, իսկ դուք ունեք 1.5 միլիոն դրամ քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում հայտնվելու համար։ Կուսակցությունը հենց այդքան է պահանջելու այն մարդկանցից, որոնք կուսակցության անդամ չեն, բայց կուզեին կուսակցության ցուցակով անցնել ազգային ժողով։ Նրանք դա բացատրում են նրանով, որ կուսակցության անդամները այս ընթացքում անդամավճար են վճարել եւ իրենք կուզեին հավասարակշռություն ունենալ։ Հրապարակային տվյալները սակայն ցույց են տալիս, որ կուսակցության անդամները շատ ավելի փոքր գումարներ են վճարել եւ այդպիսով կարող են դառնալ ցուցակի անդամ, չհաշված այն ջանասերներին, որոնք վճարել են 100,000-ներ կամ միլիոնից ավելի գումարներ։ Թեմային կառավարության վերջին նիստից հետո անդրադարձել է Նիկոլ Փաշինյանը, նա նշել է, որ այդ գումարներն ուղղվելու են նախընտրական քարոզչությանը եւ այդպիսի դրամահավաք իրենք էլի են արել։ Նա այդ տարբերակումը բացատրել է հետեւյալ կերպ. Ինչու կուսակցականներին 500,000 դրամ, ոչ կուսակցականներին 1.5 միլիոն դրամ, որովհետեւ կուսակցականները այս ընթացքում վճարել են անդամավճար, որպեսզի անհավասարություն չլինի, մենք հաշվարկել ենք մոտավորապես տարբերությունը, որ նույն վիճակին լինի, ներառյալ այս ընթացքում կուսակցականների վճարած անդամավճարները, որպեսզի հավասար պայմաններ լինեն բոլորի համար։ Սա ստուգելու համար կարիք կլինի դիտարկել քաղաքացիական պայմանագիր կուսակցության տարեկան հաշվետվությունները։ Այո, բոլոր կուսակցությունները պարտավորություն ունեն ամեն տարի հրապարակել իրենց նախորդ տարվա ֆինանսական հոսքերի մանրամասները։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում այս պահին արդեն հրապարակված են 2022-ից 24 թվականներին քաղաքացիական պայմանագրի հաշվետվությունները։ Դրանց ուսումնասիրության համաձայն կուսակցության անդամների 80%-ից ավելին տարեկան 30,000 դրամից փոքր գումար է վճարում։ 5 տարվա ընթացքում, այսինքն ընտրական ամբողջական ցիկլի ընթացքում կուսակցականները ենթադրենք կվճարեն մինչև 150,000 դրամ, բայց սա շատ ավելի փոքր գումար է, քան 1.5 միլիոն դրամը կամ 1 միլիոն հավելավճարը, որ ստիպված են լինելու վճարել անկուսակցականները ցուցակում ընդգրկվելու համար։ Սա նշանակում է, որ քաղաքացիական պայմանագրի ցուցակում ընդգրկվելու համար անկուսակցականներին առաջադրվող հավելյալ 1 միլիոն դրամը փաստացի ոչ թե կուսակցականներին հավասարվելու, այսինքն բալանս ապահովելու համար է, այլ ըստ էության վճար է այդ ցուցակում ընդգրկվելու համար։ Այլ է պատկերը կուսակցության այն անդամների դեպքում, որոնք ամենաջանասիրաբարն են վճարում անդամավճարները։ Մասնավորապես 2022 թվականին ամենաշատ անդամավճար վճարել է Նարեկ Բաբայանը 5.4 միլիոն դրամ մեկ տարվա համար։ 2022 թվականին, երբ կառավարությունը դարձավ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետեր եւ այնտեղ ստացավ խորհրդի կազմում իր ներկայացուցիչը ունենալու հնարավորություն, Բաբայանը նշանակվեց այդ խորհրդի կազմում որպես կառավարության ներկայացուցիչ եւ հենց դրանից հետո Բաբայանը սկսեց ամեն ամիս 600,000 դրամ անդամավճար վճարել կուսակցությանը։ 2023 թվականի դեպքում էլ ամենաշատ գումար վճարել է Առնակ Ավետիսյանը 720,000 դրամ մեկ տարում։ 2022 թվականից Առնակ Ավետիսյանը զբաղեցնում է պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի պաշտոնը։ 2024 թվականին էլ ամենամեծ անդամավճար վճարել է Ռոման Համբարձումյանը 758,000 դրամ։ Նա ժամանակի եղել է Երևանի Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարը։ Զուտ համեմատելու համար նշենք, որ նույն տարվա ընթացքում կուսակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը որպես անդամավճար վճարել է 324,000 դրամ։ Այս փոխանցումների չափերը շատ հետաքրքիր են նաև նրանով, որ ըստ կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանի կուսակցականները ունեն այդպիսի պայմանավորվածություն, որ կուսակցությանը որպես անդամավճար վճարում են իրենց աշխատավարձից ստացած գումարների 3%-ը։ Մենք ունենք այսպիսի ինստիտուտ, որ մեր աշխատավարձից ստացած եկամուտների 3%-ը վճարում են կուսակցության բյուջե։ Եթե հակառակ հաշվարկ անենք, կստացվի, որ Նարեկ Բաբայանի ամսական աշխատավարձը կարող է հասնել ավելի քան 15 միլիոն դրամի, Առնակ Ավետիսյանը 2 միլիոն դրամ, իսկ Ռոման Համբարձումյանինը դրանից մի փոքր ավելի։ Այս համատեքստում դիտարկեցինք նաև ազգային ժողովում գտնվող մյուս կուսակցությունների անդամավճարների հետ կապված հարաբերությունները։ Քաղաքացիական պայմանագրին արդեն անդրադարձանք, իսկ դաշնակցությունը անդամավճարներ չի հավաքում։ Երրորդ ուժը, որ ներկայացված է ազգային ժողովում որպես կուսակցություն, հանրապետական կուսակցությունն է, որը հավաքում է անդամավճարներ։
Հանրապետականի դեպքում 2024 թվականին որպես անդամավճար հավաքվել է 190 միլիոն դրամ, այստեղ նույնպես սակայն կուսակցականների մեծ մասը վճարում է փոքր գումարներ, մասնավորապես 80%-ից ավելին վճարում է մինչև 65,000 դրամ։ Իսկ կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը որպես անդամավճար 2024 թվականին վճարել է 960,000 դրամ։ Փաստեփուստի այս թողարկմանը մենք ձեզ ներկայացրինք քաղաքացիական պայմանագիր կուսակցության նախընտրական ցուցակում ընդգրկվելու պայմանները եւ կուսակցականների վճարած գումարները։ Իսկ դուք ինքներդ որոշեք Նիկոլ Փաշինյանի եւ Արսեն Թորոսյանի պնդումները փաստ են թե փուստ։